Վերջերս մեր բոլորի վճարած հարկերի հաշվին Երևանից հատուկ պատվիրակություն է մեկնել Բաքու հարի-դրացիական հարաբերություններ հաստատելու մեր թշնամի երկրի հետ։ Ձեր կարծիքով այդ Բաքու մեկնած մարդիկ ունեն բարոյական իրավունք խոսելու բոլորիս անունից։ Այդ Բաքու էստողները ծախված ազնվորություն են։ Այդ մարդիկ օրկեստան Բաքու Նիգորը չի տվեպող, Նիգորս էլ է կնացեք լավն է վարն է իմ հանդեպ խոսած եք, բայց ես մարդիկ փողնարեք խոսան, բայց փողի համար իրանց հայրենիքը դավաճանեն։ Նրանք բարոյական չեն, որ ունենան այդ բարոյական իրավունքը, իրանք ես չեմ պատկերացնել, թե ինչ աշճան թուրքամետ են, որ գնացել են իրենց որդիներին սպանողների հետ, ինչ պայմանագիր կկնքեն, իրանք էլ չդեն։ Դիք պարզապես իրանք կհաջողանան Փաշինյանին, որ իրանք աթոռը պահեն, իրանք կաշին փրկեն։ Ես չգիտեմ, դոնց էր տալը, որպես ինչ Ադրբեջանի հետ մեղմացնեք մեր բաները, չէ։ Ադրբեջանի մեղմացնելը չկա, Ադրբեջանի զինված է ունի ուժեղ, մեկ էլ ՄԱԿ-ի ասամբլեայի մոտ լավ ելույթ ունեցավ Փաշինյանը։ Ինքը ինչ խոսած, Ալիևը խոսած այն բաներն, որ մենք պետք է խոսանք։ Գիտես, մենք չենք խոսած, հարցակվել են, խփել են, այսպես են իրեն, մենք էլ սիված մեր ելնենք, ոտի մեր տարածքների հետ բերենք։ Ես չգիտեմ, զուրից բան չեմ պատճառ։ Իրավունք չունեն, քանի որ իրենք Բաքվում են, ինչ իրավունք ունեն Հայաստանի այդ անունից խոսել։ Եթե ես նայում եմ այն պատվիրակության կազմում ովքեր են, ու մեր հարգերի հաշվին ովքեր են մեկնել Բաքու, ինչի մասին է խոսքը։ Նախ, ոնց կարող են թշնամու հետ խոսել լավ նոտայից, լավ տողերից,